Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Ars podcast-ի հաղորդաշարի հաջորդ մեր հյուրն է բժիշկ Գևորգ Գրիգորյանը։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ միանգամից անցնենք հարցերին Սիրով։ Առաջինը, որ մեզ բոլորիս այս օրերին հետաքրքրում է, բացի քաղաքական արտաքին եւ ներքին քաղաքականությունից, նաեւ օրենքները, որոնք ընդունվում են, պարտադիր օրենքները, եւ քանի որ դուք բժիշկ եք, ես ուզում եմ առաջին հարցը ձեր ոլորտից տամ ձեզ։ Տեսեք, ընդունվեց հունվարի 1-ից պարտադիր ապահովագրման օրենքը, արդեն ուժի մեջ մտավ։ Խնդրեի մանրամասնեք, ինչու մասին է խոսում այդ օրենքը, ինչն է դրականը, ինչն է բացասականը, ինչը դուք կուզենայիք, որ փոխվեր եւ բացատրեք մեզ ընդհանրապես, որովհետեւ եթե կա մեջը ծուղակներ, վատ բաներ, որովհետեւ մենք չգտնենք այդ ծուղակների մեջ, խնդրեմ։ Ապահովագրության մասին օրենքը իրականում կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության բնակչության համար, որովհետև մեր մոտավորապես 40% աղքատություն է բնակչության շրջանում, եւ այդ մարդիկ եւս իրավունք ունեն առողջ լինել, ինչպես նաեւ մնացած 60%-ը, ովքեր որ այդ աղքատության շեմից բարձր են։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ փաստացի մեր երկրում ապահովագրվել են տարեցները, երեխաները եւ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող մարդիկ այս փուլով։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ աղքատության մեջ են, բայց չունեն այդ սոցիալական այդ միավորները 26-ից բարձր, այն մարդիկ, ովքեր որ ստանում են չնչին աշխատավարձ եւ ապրում են աղքատության շեմին եւ այլն, իրանք դեռևս չեն ապահովագրվել։ Ես գտնում եմ, որ նախագիծը որպես այդպիսին լավն է եւ Հայաստանին պետք է ապահովագրություն, բայց ոչ այս գնով, որովհետեւ այդ մարդիկ, ովքեր որ հարաբերական ավելի քիչ ֆինանսներ ունեն, իրանք ավելի դրա կարիք ունեն, քան այն մարդիկ, ովքեր որ 200,000 դրամից ավել աշխատավարձ են ստանում։ Այդ առումով չունենք սոցիալական արդարություն, ինչի մասին որ բարձրաձայնվում էր նախագծի ճակերտավոր ասած գովազդային արշավի ժամանակ։ Չկա սոցիալական արդարություն այս նախագծի մեջ։ Մյուս կոմպոնենտը, որ այս օրենքը ընդունվել է կոնկրետ օրենքների խախտման գնով, այսինքն առաջի կետը, որը որ խախտվել է, դա իրավական ակտերի մասին օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասն է, որը որ ենթադրում է, որ չի տրամադրվել խելամիտ ժամկետ, որպիսի ենթակառուցվածքները, բուժաշխատողները, հիվանդանոցները, էլեկտրոնային համակարգը եւ այլն պատրաստվեն, կամ եթե տրամադրվել է, ուրեմն ոչ բարեխիղճ տնտեսվարողներ են իրենք ու չեն պատրաստվել, ուստի նախարարությունը որևէ արձագանք պետք է տա, բայց չի տալիս, դա երկրորդ կոմպոնենտն է այս ապահովագրության թերությունների։ Երրորդ կոմպոնենտը դա այն է, որ դեռևս գնացուցակ վերջնական գնացուցակ եւ հիվանդությունների կոդեր շատ բուժկենտրոններ չունեն, այսինքն բժիշկները չգիտեն ինչ գումարով են իրենք աշխատելու։ Կոպիտ ասած, ես չգիտեմ, որ ես օրինակ վիրահատեմ ապահովագրված պացիենտին, որքան գումար եմ աշխատելու։ Դա շատ էական դեր ունի մեր երկրում բժշկության զարգացման, բժիշկների մոտիվացման եւ տարածվում է ընդհանրապես բանը մասնավոր կլինիկաների վրա նույնպես։ Այո, իհարկե, այն բոլոր բուժկենտրոնները, որոնք որ պայմանագիր ունեն ապահովագրական այդ հիմնադրամի հետ, իրենց բոլորի վրա տարածվում է, բայց այստեղ կա նաեւ վերջին կետը, որի մասին ես ուզում եի անպայման ասեի, եթե օրինակ բուժկենտրոնը չունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ, այդտեղ այդ ապահովագրությունը չի գործում։ Դա նշանակում է, որ պացիենտին չի աշխատում։ Դա նշանակում է, որ պացիենտին զրկում են իր իրավունքից ընտրել իր բժիշկին, ինչը որ ամրագրված է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում։ Այսինքն պացիենտը չի կարող ընտրել իր նախընտրած բժիշկին եւ իր բուժօգնությունը կազմակերպել իր նախընտրած բուժկենտրոնում, եթե այդ բուժկենտրոնը չունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ։ Մասնավոր ապահովագրական համակարգը աշխատում էր մի փոքր այլ կերպ, օրինակ, եթե մեր, չգիտեմ, իմ բուժկենտրոնը կամ այն բուժկենտրոնը, որտեղ որ ես աշխատում եմ, չունի պայմանագիր ապահովագրական այդ ընկերության հետ, պացիենտը իր գրպանից վճարում էր, ինչից հետո վերցնում էր կտրոնը վճարման եւ փաստաթուղթը, որը հավաստում էր, որ պացիենտը բուժօգնություն է ստացել տվյալ կենտրոնում, գնում էր ապահովագրական ընկերությունում եւ ստանում էր փոխհատուցում։ Սակայն այսօր դեռևս օրենքը նման բան չի նախատեսում։ Ինչը նշանակում է, որ իմ գնահատմամբ սա
քաղաքական գործընթաց է, ոչ թե առողջապահական կամ կյանքի որակի բարելավման գործընթաց է, բացատրեմ հիմա այդ քաղաքական գործընթացի, այսպես ասած, ասպեկտները։ Առաջին ասպեկտը այն է, որ բարձրաձայն հայտարարում են, որ 1.6 միլիոն մարդ ապահովագրված է, ու ոչ ոք չի մտածում, որ այդ ապահովագրված բառի տակ ենթաօրենսդրական ակտերը չկան, գնացուցակները չկան, բժիշկները տեղեկացված չեն եւ այլն եւ այլն։ Դա իրենց բերում է քաղաքական PR, քաղաքական այսպես մարքեթինգ, լավ մարքեթինգ է, ինչ խոսք, չեմ ասի, որ դրանք հիմար քայլ են արել, շատ լավ մարքեթինգ են արել։ Բերում է քաղաքական մարքեթինգ եւ PR այդ մասով, մյուսը այն բուժկենտրոնները, որոնք որ պայմանագիր կկնքեն ապահովագրական հիմնադրամի հետ, որը կրկին ենթարկվելու է նույն կառավարությանը, քանի որ դեռևս չկա ոչ հոգաբարձուների խորհուրդ, ոչ կա էական աշխատակազմ այնտեղ, այդ հիմնադրամը գործիք է հանդիսանալու այն բուժկենտրոնների վրա, որոնք որ լոյալ են, այսպես ասած, եթե լոյալ չլինեն, ապահովագրական պայմանագիրը կզրկեն եւ այդ բուժկենտրոնը կզրկվի բժշկական այդ առողջապահական շուկայի մի զգալի մասից։ Այսինքն դա քաղաքական, այսպես փեդ է բուժկենտրոնների գլխավերևում պահած, դա երկրորդ կետն է, եւ երրորդ կետը իրենք լուծեցին իրենց քաղաքական հարցը, այս կառավարությունը, որպեսզի ստանան $110 միլիոն վարկ, որը որ հաստատվել է դեռևս 2024 թվականի հունիս ամսին Համաշխարհային բանկի կողմից կառավարության 2021-2026 թվականների այդ ծրագրի իրականացման համար եւ եթե այս տարի հենց sense հապճեպ չներդրվեր 2026 թվականի սկզբում ապահովագրական համակարգը, ապա բացառված չի, որ նրանք չստանային այդ $110 միլիոն վարկը։ Այսինքն, կարամ զուգահեռ անեմ մոտավորապես, ես հասկանում եմ ինչու մասն եք դուք խոսում, բայց զուգահեռ անեմ բարեկների ներդրման բարեկային ես։ Քանի որ չեմ հետևել այդ process-ին իրականում բաններ, կար գրանտ, որը տրված էր հատուկ ժամկետներով, որպեսզի ուսուցանեն ու ներգրավեն մարդկանց բարեկային ծառայության մեջ, եթե ժամկետներից դուրս էին, փողը չէին տալու։ Արագ հավաքեցին, ում պատահի, թող ինձ ներեն մեր բարեկները, այսօրվա դրությամբ արդեն որոշակի չափով կարգավորված է։ Բավականին կարգավորված է, որոշակի չափով չէ, բայց դա կարգավորված է օրինակ ահագին խցանումների, ճանապարհատրանսպորտային պատահարների, շատ զրկանքների գնով, դրանով է կարգավորված։ Հիմա առողջապահության ոլորտում դա մարդկային կյանքերի ու երջանկությունների գնով է։ Բժիշկ ջան, մի հատ ասենց ավելի կոնկրետ էլի, ես որպես հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ ձեզ հարց տամ։ Ես դեկտեմբերի 31-ին նշեցի նոր տարին, արթնացա հունվարի 1-ին 26 թվականի առողջապահական կարգով իմ կյանքում ինչ փոխվեց այդ օրենքով։ Անձամբ մեկ մարդու դուք 200,000 դրամից ավել աշխատավարձ ստանում եք։ Չէ, ասենք հաշվեք ստանում եմ։ Եթե հաշվեմ, որ ստանում եք, դուք ապահովագրված եք եւ կարող եք ավտոմատ, այո, ավտոմատ ապահովագրված եք եւ ձեր գործատուն կամ եթե այսպես ասեմ, դուք եք գործատու ձեր աշխատակիցների համար պարտավորված եք մուծել այդ ապահովագրավճարը։ Եվ եթե հանկարծակի դուք կորցնեք ձեր աշխատանքը տարվա ընթացքում, օրինակ, այլևս չեք ստանում այդ 200,000-ից ավել գումարը։ Միևնույնն է, դուք պարտավորված եք ամսական վճարները անել։ Չգիտեմ որտեղից եք հայթայթելու այդ գումարը, չգիտեմ ոնց եք վճարը անելու, բայց օրենքը նախատեսում է, որ եթե դուք նույնիսկ կորցրել եք ձեր ֆինանսավորման աղբյուրը, այսինքն աշխատանքը, աշխատավարձը, պետք է միևնույնն է վճարեք։ Ահա, տեսեք, մարդը աշխատում է ստաբիլ, ինքը հիվանդանում է, հիվանդանոց անում։ Այդ ընթացքում աշխատանքը կորցնում է, քանի որ երկար հիվանդություն է մոտ չի կարող բայ աշխատող պետք է իրան աշխատող նոր վերցնի ինքը այլևս աշխատող չի ինքը ոնց է վճարելու այդ գիտեք դա աշխատանքային օրենսգրքի քննարկման հարց է ու հարցի հասցեատերը անկեղծ ասած ես չեմ որովհետև ես չեմ ընդունել այդ օրենքը ես կարող եմ մաքսիմում մեկնաբանել այդ օրենքը կարծում եմ որ առողջապահության նախարարը եթե իմ տեղում նստած լիներ կամ պետական առողջապահական գործակալության տնօրենը իմ տեղում նստած լիներ կամ գոնե պատկան մարմնի ներկայացուցիչ, որ իրավասու է մեկնաբանություն տալ, իրենք պետք է դա մեկնաբանեն։ Այդքան ծայրահեղ չասեմ, օքեյ, ընթացքում աշխատանքը կորցրել է մարդը։ Եվ ինքը պետք է իր գրբանից տանի անպայման մուծի։ Այսինքն ինքը այլևս չի ունում այն մարդկանց
ովքեր ի սկզբանե չէին ապահովագրվել, որովհետև չունեին Չէ, միջև ինքը Արդեն միևնույնն վсё։ է մնում է ապահովագրված եւ պարտավոր է ինքը իր գրպանից տանի եւ մուծի այդ գումարը։ Այդ 200,000 դրամից ամսեգանով է բաժանվում, ոնց է բաժանվում։ 200,000 դրամ չի, 129,600 դրամ է, ոնց որ թե ամսական Ամսը 10 քանի հազար դրամ։ 10,800 դրամ է, բայց այստեղ մի հատ նյուանս կա, որ աշխատող մարդկանց համար, օրինակ որոշ տոկոսը այդ գումարի պահվում էր զինապահների հիմնադրամին մուծած գումարից, դրոշմանիշային հարկից էր պահվում եւ մնացածը մոտ 3,800 կամ 4,000 դրամ մոտավորապես եմ ասում թվերը մարդը շահառուն վճարում էր իր աշխատավարձից։ Հիմա այս պարագայում, երբ որ մարդը կորցնում է իր աշխատանքը, այսինքն չի վճարում հարկ դրոշմանիշային, չի վճարում զինապահների հիմնադրամին եւ այլն, ինքը այդ 10,800 դրամը ամսական պետք է տանի եւ վճարի պետական ապահովագրական հիմնադրամ։ Իսկ ես եթե չունեմ աշխատանք, բայց ուզում եմ ապահովագրվեմ, ես Մասնավոր ապահովագրությունով կարող եք ապահովագրվել, բայց եթե հանկարծակի որոշեն, որ պետությունը ձեզ է ապահովագրում, միևնույնն է դուք ապահովագրվելու եք պետության կողմից։ Դա իր հերթին բերում է շատ լուրջ ռիսկ, որովհետև պետական ապահովագրական այդ հիմնադրամը շատ բիրտ կերպով խլեց առողջության ապահովագրության բիզնեսը մասնավորի ձեռքից։ Այսինքն, սա մանրամասն։ Այսինքն, եթե ձևով ոնց կա պետությունը հենց տենց, եթե դուք համ ընդեղ եք ապահովագրված, համ պետականում, պետությանը մեկ է, դուք պարտադիր պետք է պետականում ապահովագրված ունեք։ Այսինքն մարդը, եթե 5 տարով ապահովագրել էր մասնավոր։ Դե դա տարին մեկ վերականգնում է, նոր է արել։ Այո։ Այսինքն ինքը երկու տեղով ինքը պետքա վճարը տա, երկու տեղով էլ ապահովագրված է, բայց եթե մարդը չի ուզում օրինակ պետական ապահովագրական հիմնադրամով ապահովագրվի, ուզում է մասնավորով, ինքը չի կարա դա անի։ Բժիշկ ջան, գրուպի ասած էլի, սենց տնական։ Քծում է մեզի պետությունը, թե լավ բան անում մեր։ Անկեղծ ասեմ, ուզում է լավ բան անի երևի։ Երևի ուզում է լավ բան անի, բայց նենց ոնց որ ինքը անում է դա, ոչ միայն մեզ, նաև ապահովագրական ընկերություններին է գցում, հիվանդանոցներին է գցում։ Մասնագիտական իմացության հարց է, մասնագետներ չեն զբաղվում դրանով, թե ոնց։ Գիտեք, ես կուզեի վերագրեի դա, որ մասնագիտական թերացման հարց է, բայց ավաղ դա այդպես չէ, որովհետև ես երբ որ նայում եմ առողջապահության նախարարության աշխատակազմին, նախարարն է, փոխնախարարներն են, ՊԱԳ ղեկավարն է եւ այլն պերսոնաժներ են որոշակի, երբ որ նայում ես այդ մարդկանց, հասկանում ես, որ կարան թերանան ինչ որ հարցում, բայց այդ աստիճան թերանան, չէ, սա գիտակցված քայլ է, որով որ պետությունը փորձում է միջին եւ բարձր աշխատավարձ ստացող մարդկանց, ճակերտավոր է տնավարի ասած, իրանով անել, որ մարդիկ գնան ու ընտրեն իրենց։ Ինչպես նաև փորձում է դա անի մինչև 18 տարեկան երեխաների ծնողներին, ովքեր որ ասեմ վերջում երեխան ապահովագրված է, չնայած իրենք կմոռանան, որ երեխաների բուժումը պետպատվերով էր ամեն դեպքում, եւ 65 տարեկանից բարձր տարեցները, ովքեր որ ապահովագրվել են, եւս իրանց էլ է փորձում, այսպես ասած, իրանով անի։ Պետությունը, որպեսզի այս տարի ընտրություններին հավաքի մաքսիմալ քվեներ, սակայն ես ուզում եմ մեր բնակչությանը զուտ զգուշացնեմ, իհարկե իրանց իրավունքն է ինչի ոնց անել, բայց հաջորդ տարի օրինակ այդ սուբսիդիաները կարողա չլինեն այդ զինապահի հիմնադրամից, ընտրություններից հետո այո, ես կանխատեսում եմ, որ մոտավորապես տարվա կեսից պետպատվերը այդ ապահովագրական հիմնադրամի բյուջեն սպառվելու է եւ կրկին ունենալու ենք նույն իրավիճակը, ինչը որ պետպատվերի ժամանակ էր փողը սպառվում է, պացիենտները սկսում են հերթագրվել։ Կոնկրետ քարոզարշավի համար արված կայլ։ Բայց դե ինձ թվում է, որ մեր պետական այրերին այսօրվա միևնույնն է տարվա կեսից հետո ինչ կլինի, կարևորը հունիսի 7-ին բոլորը իրանց ընտրեն։ Հասկանալի է։ Եվ որպես նախընտրական արշավ, անկեղծ ասեմ, շատ խելացի եւ գրագետ արշավ են անում։ Իրականում շատ խելացի արշավ են անում։ Որտեվ այս վիճակով ապահովագրությունը կարար նախորդ տարի էլ ներդրվել։ Ես գիտեք ոնց եմ, դուք կուսակցական եք։ Ես անկուսակցական եմ։ Անկուսակցական եք։ Տեսեք, ես ընդհանրապես համարում եմ հետեւյալը. եթե իրանք անում են քարոզարշավը լավ են անում, ուրեմն ընդդիմադիրները պետքա նույնպես անեն քարոզարշավ, այլ նրանք առաջարկելով ռեալ։ Այսինքն, եթե տեսեք, դուք ընդդիմադիր հայացքներ ունեցող անձնավորություն եք կամ ինչ որ կուսակցության անդամ լինեիք,
դու պետք է առաջարկեիք այս նույն օրենքի այլընտրանք տարբերակը, ձեր տարբերակը, ու հանրությունը պետք է նայեր, այս մարդը որ գա իշխանության, ինքը այսի է տալու, ու էսի լավն է ու իրական է, այսինքն կարան իրագործեն։ Միանշանակ դրա համար դուք ինձ ներկայացրեցիք որպես զուտ բժիշկ, ես բացի բժիշկ լինելուց նաև հայրենիք զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, այո, հիմա խոսենք, նաև հայրենիք զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ եւ շատ մոտ սերտ հարաբերություններ ունեմ իմ գործընկերները շատերը եւ իմ ընկերները շատերը, թե մարտական ընկերներից, թե առօրյա ընկերներից, հայրենիք կուսակցությունից են եւ մենք նախատեսում ենք, այո, ով իմ ընկերն է անձամբ եւ մենք նախատեսում ենք շատ հետաքրքիր այլընտրանք առաջարկել, թե հիմնադրամով իր հիմնադրամի գործունեությամբ եւ թե նախընտրական ծրագրին որպես, այսպես ասած, նախընտրական այդ արշավին որպես ծրագիր, որը որ մենք պատրաստվում ենք իրականացնել եւ զուտ ապահովագրական առողջության ապահովագրության առումով մեր առաջարկած, որը որ արդեն հաշվարկած է եւ արդեն այսպես ասած փաստաթղթավորված է, մեր առաջարկած համակարգը լինելու է իրականում սոցիալապես արդար եւ չի լինելու այնպիսին ինչպիսին կա։ Շատ հուշ կարտալու եմ ձեր ծրագիրը։ Սիրով ես ուզեմ որ մենք հիմա պայմանավորվենք, որ անկախ թե քանի քաղաքական կուսակցության անդամներ ձեր մոտ հյուր կգան, այս օրվա խոսակցությունը մենք հիշենք եւ ծրագիրը ներկայացնելուց հետո ինձ մեկ անգամ էլ կանչեք հյուր, որովհետեւ այդ պարագայում խոսույթը այլ է ելնելու, քան այսօր։ Հարգելի Գրիգորյան ջան, ես սիրում եմ, որ մարդիկ մասնագետ են լինում, երբ որ խոսում են ինչ-որ օրենքից, ինչ-որ բանից, իրանք մասնագետ են լինում, նեղ։ Հիմա ես չեմ կարող այս բանից խոսեմ այնպես, ինչպես դուք եք խոսում, ես կարամ սիրողական էլ չէ, սիրողականից է ցածր մագարտակի ինչ-որ բաներ պատկերացնեմ, դրա համար շնորհակալություն նախ որ այսքան խորացված անդրադառնում եք այս հարցին եւ այլընտրանք եք առաջարկելու, բայց մի հատ հարց նույնպես ուզում եմ ընդհանուր առողջապահականից մի հատ հարց էլ տամ, էլի։ Սիրով ասեք։ Եթե 5 բալանոց սանդղակով այսօր Հայաստանի առողջապահական համակարգը քանի բալի վրա կանասկել։ Օբյեկտիվ ասենք, ես երբեք չեմ քննադատելու համար, ես երբեք չեմ փնովելու համար։ Օբյեկտիվ 3 գումարած, որովհետև կան դրական տեղաշարժեր, կան որոշակի համակարգեր, որոնք որ աշխատում են։ Կարող եմ նշել, առաջի հերթին ուզում եմ անկախ քաղաքական PR-ից, անկախ ամեն ինչից, ուզում եմ խիզախության համար ասեմ, որ դա շատ իրականում խիզախ քայլ է, ապահովագրական համակարգ ներդնել, այլ բանա, որ իրենք քննադատություն չեն լսում բացարձակապես ու քննադատությունը անցալում են որպես թշնամանք եւ սխալները չեն ուղղում, բայց ապահովագրական համակարգ ներդնել ու ասել, որ այսօրվանից մենք ապահովագրված ենք, դա իրականում խիզախություն է, ես ուզում եմ այդ գնահատականը տալ դրան, դա առաջին կետով։ Այլ բանա, որ ես ունեմ անհամաձայնություններ վճարման համակարգի հետ, որովհետեւ, չգիտեմ, 1 միլիոն դրամ ստացող մարդը եւ 200,000 դրամ ստացող մարդը չպետք է երկուսն 10,800 դրամ վճարեն։ Այո, ես ունեմ խնդիր, որ պետությունը բոլորին պետք է սուբսիդավորի, այսինքն մինչև 200,000 եւ չաշխատող մարդկանց եւս պետք է սուբսիդավորի, բայց դա ունի իր պայմանները, որ բավականին լուրջ ռեֆորմ է, որը մենք մեր հետ բերելու ենք։ Բայց դա իմ համար գովելի բան է, դա մեկ։ Երկրորդը մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում օրինակ մեկ էլեկտրոնային օպերատորից անցում կատարեն մի քանի օպերատորի, որովհետև օրինակ Արմեդ համակարգը, այո, ինքը բավականին աշխատող համակարգ է, բայց ինքը սահմանափակ համակարգ է եւ նախարարության այս տեմպերի հետ փաստացի չի հասցնում։ Դրա վառապացույցն է դեղատոմսերի մասին օրենքը, դրա վառապացույցն է հիմիկվա ապահովագրությունը, որ հաճախ համակարգը կախում է, հաճախ ինֆորմացիան խառնվում է եւ այլն եւ այլն։ Այո, ես կարծում եմ, որ ճիշտ են անում, որ երկրորդ օպերատորին, երրորդ օպերատորին են բերում եւ միանշանակ դա գովելի բան է եւ չեմ կարծում, որ դա քննադատության արժանի է, բայց կան այնպիսի մեծ բացեր, որոնք որ մի քանիսը նշեք էլի։ Մի քանիսը տեղեկատվության պակասը, բուժաշխատողների հանրության հետ աշխատանքի պակասը, որովհետեւ ցուցադրական բոլորին ստիպելով բերել օպերայի դահլիճը լցնել եւ պրեզենտացիա անել սեփական նախագիծը, դա բժշկական հանրության հետ աշխատանք չի, որովհետեւ մենակ բժիշկներին են հավաքում, հիմնականում բուժքույրական անձնակազմը մնում է անտեղյակ, բժիշկը գալիս է արդեն բուժքույրին է ասում, բուժքույրը մայրապետին է ասում եւ այլն, այսինքն
հանդիպումները պետք է ավելի հաճախ լինեն, դա մեկ։ Երկրորդը, ընտրողաբար, այսպես ասած, լիմիտավորումը, հիվանդանոցներ կան, որոնց տրամադրված լիմիտները շատ մեծ են, ասենք կարա 2-3 միլիարդի բուրսառայություն ապահովի, նույնիսկ ավել, իսկ հիվանդանոց կա, որ օրինակ չգիտեմ 300 միլիոնը լրանում է, ասում են վերջ, ձեր համար էլ պետ պատվեր չկա, դա շատ լուրջ բաց է, անհավասարաչափ բաշխումը պետ պատվերի, շատ լուրջ բաց է բժշկի պաշտպանվածության բացակայությունը, շատ լուրջ բաց է բժիշկներին, ընդդիմախոս բժիշկներին աշխատանքից զրկելու արատավոր պրակտիկան, դա շատ լուրջ բացեր են, որոնք որ բերում են բավականին, այսպես ասած, համակարգի թեր զարգացմանը։ Ես իմ դեպքը կարամ բերեմ 2018 թվականից այս կողմից 4 տեղից աշխատանքից ազատել են ընդդիմախոսության համար, այնպես որ չգնամ ուրիշ տեղ, ասեմ այն ինչ որ կա։ Մոտենում էին ինչ ասում էին մի գրի Facebook-ում, մի տուր հարցազրույցներ եւ այլն, ինչից հետո ասում էին, գիտես, խնդիր կա, պետք է դիմում գրես դուրս գաս, այլապես մեր կլինիկան խնդիրներ ա ունենա։ Իսկ միգուցե այդ սեփական իրանք, ասենք այդ տնօրենները բան վախեցել են ուղղակի, ասել են այ մարդ մեզ ինչ պետք է շարի փորձանքի մեջ, կան այս մարդուն հանենք, խնդիր չունենա։ Չեմ բացառում, որ դա էլ ա եղել, բայց հիմնականում դա լինում է ավելի բարձր ադմինիստրատիվ լծակների կիրառությամբ։ Շատ լավ, իսկ ձեզ անձամբ ԿՊ-ից ինչ որ առաջարկ եղել է։ Եղել է 2018-ին կտրականապես մերժել եմ, որովհետև իմ համար պատգամավորի համար, թե չէ, ոլորտում աշխատելու։ Ոլորտում աշխատելու բավականին հետաքրքիր պոզիցիաներ զբաղեցնելու, որովհետև ես անկեղծ ասեմ, ես նախորդ իշխանությանն եմ ընդդիմություն եղել։ Երբ որ նախորդ իշխանությունը հանրապետական կուսակցությունը, որտեղ ես առ այսօր ունեմ շատ ընկերներ, այն ժամանակ էլ ունեի շատ ընկերներ, ընդունում էր դեղերի օրենքը, որ պարտադիր դեղատոմսով պետք է լինի, եւ այդ օրենքը ուներ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, ես շատ մեծ քննարկում եմ կազմակերպել։ Որը չաշխատեց Հայաստանում։ Այո, չաշխատեց եւ կասեցվեց մեր կազմակերպած խորհրդարանական լսումներով, այո, տեսեք, խորհրդարանական լսումներ մենք կազմակերպեցինք, ընդ որում բազմաթիվ բժիշկներ եկան խորհրդարան, դիմացը ահագին մարդ էր հավաքված եւ այլն, մենք փաստերով ներկայացրեցինք, որտեղ կրկնեմ բողոքելը, քննադատելը եւ ինչ որ բանի դեմ պայքարելը դա ինքնանպատակ չի։ Եթե կա խնդիր, որը որ բարդացնելու է առօրյայում բժշկի կյանքը, մենք դա բարձրաձայնում ենք։ Եթե խելացի է լինում ղեկավարությունը, լսում է, հետաձգում է օրենքը եւ այլն։ Մենք կազմակերպեցինք լսումներ գործընկերների հետ, մարդիկ լսեցին, հասկացան եւ օրենքի կիրառությունը հետաձգվեց, այսինքն մենք հասանք մեր նպատակին։ Եվ 18 թվականի հայտնի իրադարձություններից հետո ինձ զանգահարեց իմ այդ ժամանակվա ընկերներից մեկը, ում հետ 18 թվականից այս կողմ շփումը կորել է։ Զանգահարեց եւ ասաց՝ «Արի շեֆի մոտ քո հետ բան ա ուզում խոսալ»։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, այո։ Ես իմ դիրքորոշումը ունեմ նման բաների վերաբերյալ, ես համարում եմ, որ եթե մարդը կրթական ցենզով ինձից ցածր է, ես այդ ժամանակ 2 բարձրագույն կրթության դիպլոմ ունեի։ Եթե մարդը կրթական ցենզով ինձից ցածր է, ես չեմ կարող իր հետ նույն համակարգում աշխատեմ որպես ենթակա։ Իմ համար իմ մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը ավելի կարևոր է, քան պաշտոնը եւ 2 կոպեկ փողը, որովհետեւ ես իմ մասնագիտական գործունեությամբ կարամ արտասահմանում էլ աշխատեմ, ինչը որ գործող պերսոնաժներից շատերը չեն կարողանա անեն։ Ես զուտ մնացել եմ Հայաստանում 18 թվականից այս կողմ, որովհետեւ ցավոք տեսնում եմ մեր երկրի sense արագընթաց կործանումը եւ փորձում եմ իմ ունեցած ռեսուրսով ինչ որ մի բան, այսպես ասած, դեպի դրականը փոխել։ Շատ լավ, տեսեք, ուզում եմ առողջապահությունից մի քիչ գնանք դեպի քաղաքականություն, եթե փորձենք։ Ես ամենաթարմ բաներից եմ խոսելու, լուրերից եմ խոսելու։ Օրինակ, ես 2 օր էլ չեմ կարողանում տեղս գտնեմ մեր նախագահ Խաչատուր Վահագն Խաչատուրյանի պահվածքից Դավոսում։ Իրական լուրջ եմ ասում, սա ոչ թե ես որպես ընդդիմադիր Հայաստան ունեցող անձնավորություն եմ ասում, այլ ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ ազգությամբ հայ լինելով սահմանադրությամբ ինչքան ես չեմ սխալվում, ինքը մեր բանը, հա, պետության գլուխն է։ Եվ մի մարդ, որը
այսօր մինիմում, չեմ ասում 20 թվականի պատերազմը, չեմ ասում այդքան զոհերը, որ մենք տվեցին, այդքան լկթի իր պահվածքը մինչև այսօր, Ալիևի մասին է խոսքը, ունի օկուպացված տարածքներ Հայաստանի Հանրապետությունից եւ մեր երկրի գլոխը 4-5 անգամ շնորհակալություն է հայտնում օկուպանտ երկրի ղեկավարին։ Ես ուզում եմ հասկանամ իմ մոտ մենակ այդեն զգացողություն, որ ես ոնց որ չգիտեմ, տեղս չէի գտնում, գիշերը չեմ քնել, ասենք, ձեր մոտ ի՞նչ տպավորություն։ Մենակ ձեր մոտ չի, անկեղծ ասած, շատ տհաճ էր դա տեսնելը եւ ես տեսել եմ շատ համացանցում շատ տարբեր մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, ովքեր որ իներտ են այս process-ներից, մարդիկ նույնիսկ գրել էին մի հատ է Թայլատ Փաշային շնորհակալություն հայտներ եւ այլն եւ այլն։ Իրականում, գիտեք, գոյություն ունի այսպես ինչպես ճիշտ ձևակերպեմ, որ ձեր ունկնդիրը ինձ ճիշտ հասկանա, ձեր հետևորդը, ինքնասիրություն, թասիբ նամուս, գոյություն ունի ազգասիրություն, հասկանում եմ դիվանագիտությունը, հասկանում եմ, որ չի կարա երկրի նախագահան, օրինակ, սրտի բխածով վեր կանա եւ ապտակ հասցնի, օրինակ, այլ երկրի նախագահին։ Չնայած, եթե նման բան աներ, համոզված եմ, որ այս տարի գործող իշխանությունը կվերանտրվեր, որտեղ հայերը սիրում են այդպես բաներ, բայց բառամթերքը պետք է մի քիչ ավելի դիվանագիտական լինի ըստ ինձ, այսինքն եթե նույնիսկ դու պետք է շնորհակալություն հայտնես, որովհետև այդպես պետք է, որովհետև քո երկրի գործող վարչախմբին ստիպել են, որ դա իրենք այդ ուղիով գնան, դու գոնե պետք է մի քիչ դիվանագիտորեն վերաբերվես եւ քո երկրի քաղաքացիների զգացմունքները, քո երկրի քաղաքացիների ապրումները հասկանալով ինչ որ արտահայտություն անես։ Հիմա այդքան մարդ, որ մահացավ պատերազմի օրերին, իրենց ծնողներն էլ են, չէ՞, նայում Դավոսում այդ պահվածքին, ինչ է նշանակում շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն, որ մեր ընկերները մահացան, որ մեր ընկերները հաշմանդամ մնացին, դրա համար շնորհակալություն։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ ինձ համար անկեղծ ասած անընդունելի է, բայց քանի որ ես ինքս քաղաքական գործիչ չեմ, ես չեմ կարող ասել, որ ես քաղաքական գործիչ եմ, ինքը ոլորտային քաղաքականությունն է, ոչ թե գլոբալ քաղաքականությունը կամ գեոքաղաքականությունը։ Ես կդժվարանամ մասնագիտական կարծիք տալ այդ ամենին։ Ես կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել, իմ անձնական զգացմունքը եւ իմ անձնական վերլուծությունը։ Չեմ պարտադրում, որ բոլորը դա ընդունեն, ճիշտ հասկանանք։ Իմ կարծիքով շնորհակալություն բառը ընդհանրապես պետք է այդ կոնտեքստից դուրս գար, որտեղ այն մարդը չի ում կարելի է շնորհակալություն հայտնել, կարելի է ձեր ասածի պես դիպլոմատիկ լեզվով խոսել, առանց վիրավորանք հասցնելու, բայց մեսեջներ հասցնելու, որ մենք պատրաստ չենք այն օրը, որ այսօր մենք ունենք գետնի վրա ձեր զորքը մեր սահմաններում կամ մեր գերիները, որոնք գտնվում են Բաքվի բերտերում, ասել, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Իսկ արդյոք մենք պատրաստ չենք։ Փաստացի մեր ժողովուրդը համակերպված է դրա հետ, ժողովրդի մեծ մասը։ Փաստացի մեր պետական կառավարման համակարգը համակերպված է դրա հետ։ Փաստացի որևէ process չի ընթանում հրապարակային, որպեսզի ասենք օրինակ այն մարդիկ, ովքեր որ համակերպված չեն այդ գործընթացների այդ իրավիճակի հետ, կարողանան իրենք էլ միանան այդ process-ին։ Կարանք մի քիչ ձեր ընկերոջ մասին խոսենք, այս կոնտեքստի տակ։ Արթուր Վանեցյանի մասին է խոսքը։ Կարող ենք։ Տեսեք, ինքը քաղաքական գործիչ է, այո, ինքը գեներալ է, ճանապարհ անցած մարդ է, անգամ այս իմ հրամանատարն է եղել պատերազմի ժամանակ։ Ոչ պրոֆեսիոնալների խմբի հետ աշխատած մարդ է։ Երբ որ ես զանգեցի իմ լայվի ժամանակ հարց հնչեցրեցի, օրինակ Սալավյովի արած արտահայտության համար, տեսեք, քաղաքական գործիչ է, բայց ինքը հայ է առաջին հերթին։ Ես ճիշտ ձեզ ասեմ, ես սպասում էի ձեր ասած դիվանագիտական շատ sense կոռեկտ այնու մանավանդ Վանեցյանից ես սկսկան ժամանակ միշտ իմացել եմ, ասենք կոռեկտ sense նորմալ բարակապակցությունները նախադասության մեջ եւ այլն, միտքը նորմալ ասած կարճ կոնկրետ ասած լեզուները պետքա կդրվի։ Գիտեք, ես այսպես կմեկնաբանեմ դա, որ ինքը ողջունվեց ժողովրդի մոտ։ Ինչպես գեներալ Վանեցյանը ասաց, այդպես էլ մեր ամբողջ ընկերական միջավայրը, քաղաքական թիմը, կասեմ, հիմնադրամի թիմը, բոլորս այդ կարծիքը ունենք, որ անկախ թե ով է նման արտահայտություն անում, դա անընդունելի արտահայտություն է եւ չոր, կոպիտ, բիրտ պատասխանի է արժանի։
այո, մենք այդ կարծիքը, այդ տեսակետը այսպես ասած ընդունում ենք եւ մենք էլ ենք այդ տեսակետի, բայց կա այսպիսի մի հատ բան, ստեղ ավելի շատ շահարկվեց, որ դա ասել է Սալավյովը, քան թե շահարկվեց, որ ով էլ դա ասի, որովհետեւ մարդիկ սկսեցին ասել, որ այ դա, չգիտեմ, հակառուսական, պրոռուսական եւ այլն, դա սկսեցին քննարկել, այո, ես տեսել եմ եւ դրա համար ուզում եմ ասել, որ անկախ թե ով է ասում, ընդգծեմ։ Ինչպես ընդգծեց, որ անկախ թե ով է ասում, այո, անկախ թե ով է ասում, եկեք ընդգծած պահենք, որովհետև կապ չունի դա Ռուսաստանի Դաշնությունն է, Ամերիկան է, Եվրոպան է, ով ուզում է լինի, նման բան չի կարելի ասել մեր պետության մասին։ Եվ այդ արտահայտությունները, որոնք հիմա այսօր ի հայտ են գալիս, դա ուղղակի ի հայտ չեն գալիս, շատ տարբեր երկրների խոսափողներից, այսպես ասած։ Դա այսօր չի, որ ի հայտ են գալիս, դա ի հայտ են գալիս մեր երկրի կառավարության թույլատվությամբ, վարքագծով, դրված դիրքով, ունեցած հարգանքով, դա օրինակի համար, ես այսպես ասեմ, ես վստահ եմ, որ օրինակ եթե Արթուր Վանեցյանը լիներ վարչապետ, ոչ մի խոսափող իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել, որովհետև դիրքը այլ կլներ, որովհետև կեցվածքը այլ կլներ, հասկանում եք, դրա համար, եթե մենք ուզում ենք խոսենք, մենք որ խոսում ենք հիմա ընտրություններից, նախընտրական իրավիճակից, քաղաքականությունից, սպասվող եւ ակնկալվող արդյունքներից, մեզ նոր ճարտարապետություն է պետք, թե Ռուսաստանի Դաշնության, թե Իրանի, թե Միացյալ Նահանգների, թե եվրոպական մեր գործընկերների հետ հարաբերությունների մեջ, որտեղ եղած ճարտարապետությունը, որը որ 8 տարի է արդեն այդ ճարտարապետության վրա փորձում են ինչ-որ բան կառուցեն, դա փլված ճարտարապետություն է։ Թույլ կտակ Ալիևի ընդամենը 3 առած արտահայտությունից խոսեմ մի հատ, ասեմ, ցիտեմ, Ալիևը Թրամփին ասել է Զանգեզուրի միջանցքը, շեշտում եմ։ Այդ թվում նաև TRIP նախագիծը կարևոր են։ Այսինքն Ալիևը ինք արդեն իսկ տարանջադում է, առաջնահերթությունը տալիս է միջանցք կարևորությանը, հետո նոր անունի TRIP։ Այսինքն, եթե դիվանագիտական լեզվով ասենք, ինքը ասում է այդ միջանցքը, բայց շատ լավ է, որ քո անունով է այդ միջանցքը։ Հիմա խնդրում եմ ձեր կարծիքն ասեք ընդհանրապես։ Այ դուք շեշտեցիք, որ մեր հասարակությունը իրանք ոնց որ թե ընդունում են այս ամեն ինչը։ Դա հոգնածություն է։ Դա ապաթիա է, հոգնածություն չի։ Ես ընդհանրապես թույլ տվեք իմ կարծիքն ասեմ, որ շատ մեծ քանակությամբ մարդկանց հետ եմ շփվում եւ ձեզ ասեմ, որ այն որ մարդիկ մտածում են, թե մեր ժողովուրդը համակերպվել է, ես այդ կարծիքը չունեմ, որովհետեւ ես ավելի շատ կասեի, թե ինչ որ բան գեներացվում է մարդկանց մեջ, հավաքվում է։ Հրապարակային է համակերպվել։ Այլ բան է, ես էլ եմ շատ մարդկանց հետ շփվում, բոլորն էլ դժգոհ են։ Այդ դժգոհությունը մարդիկ արտահայտելու են ընտրությունների ժամանակ։ Գրիչով, այո։ Այո, գրիչով, բայց հրապարակային գործունեության համար այդ անտուրաժը, որ ստեղծվում է, որ ամեն ինչ նորմալ է, մարդիկ ուղղակի չեն ուզում դա անեն, որտեվ հիասթափված են, հոգնել են այս ամեն ինչից։ Յուրաքանչյուր մարդ ի վերջո եկեք ճիշտը հասկանանք։ Ալիևը ասեց, չգիտեմ, Տրամպը ասեց, Սալավյովը ասեց, այս մեկը, այն մեկը, այս մարդիկ իրանց առօրյա հոգսով են ապրում։ Եվ եկեք հասկանանք, որ եթե ընդդիմությունը շարունակի մենակ գեոքաղաքական քարոզչություն անել, ընդդիմությունը շանս չի ունենալու։ Մարդիկ ապրում են այսօրվա իր երեխու հացի գումարով, մարդիկ ապրում են իր երեխու դպրոց գնալու հարցով։ Այդ մարդկանց խնդիրները մենք իրավունք չունենք ուշադրություն դրան չդարձնենք։ Ես հասկանում եմ, որ գեոքաղաքականությունը, գլոբալ քաղաքականությունը, երկրների միջև հարաբերությունները ուղիղ կապված են այդ ամենի հետ, բայց այդ մարդիկ, բոլոր մարդիկ պարտավոր չեն դա հասկանան եւ մարդկանց պետքա ոչ թե բացատրել, որ եթե Ալիևը ասաց սենց, ուրեմն սենց է, այլ պետքա բացատրել, որ եղբայր, եթե մենք օրինակի համար քեզ առաջարկում ենք սա, հետևանքը լինում է այն, երբ որ դու լավ ես ապրում, երբ որ քո խնդիրները մենք կարողանում ենք լուծենք, հետևանքը լինում է այն, որ Ալիևը այլևս տենց բան չի ասում։ Ոչ թե Ալիևը ասեց, դու վախեցի դրանից, արի ես ինչը ընտրի։ Պարոն Գրիգորյան, տեսեք, հետաքրքիր, ես չեմ հասկանում դա ինչուց է։ Իրոք, միգուցե որպես բժիշկ դուք հասկանաք դա ինչ է։ Տեսեք, մարդը անում է արտահայտություն, ասում է միջանցքը շատ կարևոր է։ Ցույց է տալիս ՔՊ-ի կողմնակից մարդուն։ Ասում ես եղբայր, ես չեմ հասկանում անգլերեն։
դու հասկանում ես։ Մի հատ կլսես ինչ է ասում։ Ինքը լսում է, մի անգամ նորից հետա տալիս, սա իրական պատմություն է, այսօր առավոտ իմ հետ կատարված։ Նորից հետա տալիս, նորից լսում է, ասում է, գիտես ինչ, ինքը ճիշտ է ասում է միջանցք բառ, բայց դա նկատի չունի։ Ու խոսում է մի կես ժամ ոչ մի բանի մասին։ Այսինքն ոչ մի կապ չունի Սյունիքի միջանցքի հետ իր ասածները։ Դա ինձ թվում է նույն Նիկոլ Փաշինյանի ստրատեգիան բոլորի մեջն է մտել։ Հիմի ասեք ոնց ենք դրա միջից մենք դուրս գալիս մանավանդ այս քարոզարշավից առաջ, որովհետեւ մարդկանց նորից մանիպուլացիա չտանեն այն դաշտը, որը պետք չի։ Գիտեք, յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ։ Մենք չենք խոսում նրա մասին, որ բոլորով պետք է դառնանք հոգեբաններ եւ մարդկանց փորձենք օգնել իրանք ճշմարտությունը գտնել։ Մենք առաջարկում ենք ծրագիր, առաջարկում ենք պատրաստված կադրեր, առաջարկում ենք գործուն թիմ, որը իր հարատևությամբ, որը իր այսպես ասած աշխատանքով, իր կոնստանտ գաղափարներով, մնայուն եւ լավ հիմքերի վրա դրված աշխատավոճով առաջարկում է ծրագիր, որը որ անելու է։ Մյուս կողմից, օրինակ, առաջարկում է գործող իշխանությունը ծրագիր, որը որ մենք տեսնում ենք։ Մի բանա թերի է, մի բանա խոստացածի պես չի, մի բանա այսպես է, մի բանա այնպես է, այսինքն մի շարք թերություններ կան։ Ժողովուրդը ինքը պետք է ընտրի եւ ես որպես բժիշկ ասեմ հետեւյալը։ Ես հասկանում եմ այս ժողովրդի հոգեբանությունը։ Ցանկացած բժիշկ առաջին հերթին հոգեբան է, որովհետեւ եթե պացիենտին հիվանդ մարդուն չհասկանաս, դու չես կարողանա իրան օգնել։ Ես հասկանում եմ հոգեբանությունը։ Ին վրա վերցնեմ։ Ինձ համար շատ կարևոր է, որ օրինակի համար այսօր ես երբ որ գնալու եմ տուն, ես ունենամ տաք ճաշ, հագնելու շոր, էլեկտրաէներգիա, տաք լինի տանը։ Ես այսօր դա եմ մտածում, չէ՞։ Այդ բոլոր մարդիկ դա են մտածում։ Հիմա ես հասկանում եմ Միքայել Ավել, որովհետև ես կարողացել եմ իմ մասնագիտությամբ կլինի, իմ, չգիտեմ, հմտություններով կլինի, ապահովեմ ինձ այդքանը, որ ես գիտեմ, որ ես այսօր գնալու եմ տուն, ես ունենալու եմ տաք ճաշ, ես ունենալու եմ տաք տուն, ես ունենալու եմ հագնելու շոր։ Մարդիկ կան, ովքեր ամեն օր դրա վրա կասկածելով են տուն գնում։ Այդ մարդկանց հետ պետքա խոսել ու իրենց բացատրել, թե ինչ պետք է իրանք անեն, իսկ անելիքը շատ մեծ բան չի։ Դա ճիշտ տեղում, այսպես ասած, գրիչով նշում անելն է, որովհետեւ այդ մարդիկ իրականում տեսնեն ինչա կատարվում, ժամանակ ունենան տեսնեն ինչ ասեց Ալիևը, ինչ ասեց կառավարությունը, ինչ ասեց Տրամպը, ինչ ասեց երրորդը, այդ մարդկանց հետ շփվել ու աշխատել է պետք։ Եվ հենց դրանով էլ մենք նախատեսում ենք զբաղվել մոտ ապագայում։ Տեսեք, դուք նշեցիք, որ թիմը ճիշտ է, թիմը պետք է աշխատի, ծրագիր։ Այո։ Ես ձեզ ասեմ, անկուսակցական մարդ եմ, այլ նորից եմ ասում, տարբեր շերտերի հետ եմ շփվում։ 90% ասում են, մեզ լիդեր է պետք։ Տեսեք, ես իրանց բացատրում եմ շատ լավ է, որ դուք լիդեր եք ուզում, բայց լիդերի հետևից գնալը 30 տարին ցույց է տվել, որ դա արդյունավետ չի։ Մենք պետք է գնանք գաղափարների եւ ծրագրերի, այդ գաղափարների, ծրագրերի ունենալու դեպքում յուրաքանչյուր մարդ, որ կասի ես եմ դա առաջարկի, ես կարամ անեմ, դու կարաս նայես, ինքը կարա դե չի կարա դա անի։ Պետք է մենք հետևողականությունը կարողանանք մարդկանց տանք, որ իրանք հասկանան, որ կարևորը նա չի, որ ես եկած ես փրկելու, ինքը ինչով է, ինչ գործիքակազմով է, ով է այն մեջքի հետևում կանած։ Այո։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո իրանց խոսուտը հետևյալն էր. կարևորը մեր թիմից ելնի, որ մեզ մեջքի չխփի, կսովորի ոչինչ։ Իրանք չհամարեցին, որ սա պետություն է, մարդ, որը, ասենք, պրոֆեսիոնալ չի, դնել ինչ-որ դիրքի, ասենք, բանը, աշխատանքի, ինքը կարա հերն անից, ասում է, ոչինչ, կսովորի։ Այդ դա չունենալու համար դուք շատ ճիշտ եք, ես ընդունում եմ, որ ձեր խոսքը շատ ճիշտ էր, որ պետք է լինի ամուր ու մնագասլոյնը կներեք բարիս համար բազմաշերտ պրոֆեսիոնալների թիմ, որը ես մի քանի թիմերի մեջ արդեն իսկ նկատում եմ։ Ես ձեզ այլ բան ասեմ, կրկնեմ նախորդ բերածս օրինակը, ես կարողանում եմ ավել բանի մասին մտածեմ, որտեղ այդ բազայինը ես կարողացել եմ ապահովեմ այդ տակտուն, տակճաշ եւ այլն։ Հիմա մենք ունենք լիդեր, դրա համար մենք հիմա աշխատում ենք թիմի եւ ծրագրի վրա եւ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ հասկանան, որ ռուսերեն է այդ ասացվածքը հնչում «один в поле не воин». Եթե մի լիդերի շուրջը մենակ ամեն ինչը կատարվում,
կհիշեք ժամանակին տենց կարիկատուրաներ կային ազգային ժողովում բոլորի դեմքը Նիկոլ Փաշինյանի դեմքն էր, կառավարությունում բոլորի դեմքը Նիկոլ Փաշինյանի դեմքն էր, այսինքն իր շուրջ էր դա կատարվում։ Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը պարտվեցինք, պատերազմը Նիկոլ Փաշինյանին պարտվեցինք, հանեք ինչ կմնա։ Էդ եմ ասում, ինչպես տեսնում եք, տենց անց կառավարություն, անց ազգային ժողով կոնցեպտի մեջ մենք կորոնավիրուս պարտվեցինք, մենք պատերազմ պարտվեցինք, մենք 23 թվականին Արցախ հայաթափվել տեսանք, մենք ամեն ձև պարտվեցինք այդ անց կառավարություն, անց ազգային ժողով կոնցեպտով։ Մեզ պետք են թմեր։ Այդ թիմերը երբ որ կգան, այդ թիմերը երբ որ կներկայանան, երբ որ յուրաքանչյուր ընդդիմության առաջնորդ վեր կկանակ ասի ես եմ, առաջնորդ եմ, այս իմ թիմն է, եթե ես եմ գալիս իշխանության, այս մարդը լինելու է այս պաշտոնում, այս մարդը լինելու է այս պաշտոնում։ Теневое правительство։ Почему теневое? Այս արդեն գալիս է ակնհայտ, մարդը ասում է, ժողովրդին խոսք է տալիս, որ օրինակ, չգիտեմ, եթե ես գալիս եմ իշխանության, Գևորգ Գրիգորյանը, Արսենը լինելու է այս պաշտոնին։ Ու մարդիկ հասկանում են, որ եթե իրանք ընտրում են, չգիտեմ, Գևորգ Գրիգորյանին, հետևաբար նաև Արսենն է գալիս այդ պաշտոնին ու Արսենին ճանաչող մարդիկ իր էկոհամակարգը ժողովուրդ ջան։ Սա ասենց վերացական բան է, օրինակ է, որ Արսենին ճանաչող մարդիկ ասում են օրինակ Արսենը լավ ոդկաստ էր վարում, չգիտեմ, եթե Հմեկի լրատվականի օրինակ ղեկավարը լինի Արսենը, մենք ոնց որ որակյալ ոդկաստ էինք նայում, տենց որակյալ լուրեր ենք ստանալու, որակյալ հաղորդում ենք ստանալու եւ այլն։ Մարդիկ տեսնում են, այս մարդը ինչ արած ունի։ Նայում են, ասում են, ու այս մարդը գնալու է այս պաշտոնի։ Ոչ թե գալիս է մի հատ մարդ ասում, դե կընտրեք կտենանք։ Չէ։ Ես կողմ եմ, որպեսզի նախարարների կաբինետը հրապարակվի նույն կերպ, ոնց որ հրապարակվում է օրինակ բանի կուսակցության ցանկը, որով որ գնում են ընտրությունների։ Մարդիկ գիտեն, չէ՞ ում են ընտրում, ասենք, մեկը ասում է, վայ, ես մեր հայաթի Վաղոն է, այն մեկը մեր հայաթի Սուրոն է, այն մյուսը մեր ընկերուհի Լիաննան է, գիտեն։ Հիմա նույն կերպ պետք է տեսնել ովքեր են անում եք ձեր ընկերոջ հետ, ձեր այսինքն կուսակցությունով ընկերներով հաշվար գանում եք հետեւյալ օրինակ հետեւյալ սցենարին։ Հիմա ես կասեմ այդ սցենարը շատ շատերը ինձ կոմենտներում ճիշտ ասած լավ բաներ չեն գրի, բայց ասելու եմ այդ սցենարը։ Ասեք։ Քանի որ ես լավ հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի անձը, ով է ինքը, ովքեր են իր կուրատորները, ինչպիսի մեսեջներ են ստանում այդ կուրատորներից բացահայտ ոչ թե գախնի նամակագրությամբ, այլ բացահայտ ասում են Մոլդովայի սցենար։ Ինչ է Իրանից ներկայացնում Մոլդովայի սցենար։ Դուք ռազմոր արել եք այդ։ Դա առաջին հարցս, երկրորդը իմ սցենարն եմ ասում։ Օրինակ մեր ձևով է փետրվարին համագումար անում, դառնում է կուսակցություն եւ այդ կուսակցությանը չեն գրանցում ընդրությունից մի քիչ առաջ։ Չեն գրանցում, հանում են գրանցումից կամ թողնում են դաշտը գրուպի ասեմ գլոբալ խաղացողների մեջից Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ու ասենք Արտուր Վանեցյան։ Օրինակ եմ ես ասում։ Նու այնտեղ կան նորաստեղծ կուսակցություններ, Արտակ Սարգսյանի կուսակցությունը Քոչարի, ընդ ասենք մի քանի հատ կան նոր կուսակցություններ, թողիզներ են, եթե չեմ նշում։ Այսինքն գլոբալ խաղացողներին թողնում է նորից այն խաղացողներին երկուսին։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Դուք այդ սցենարը հաշվար գարել եք։ Մենք բոլոր սցենարներն էլ հաշվարկում ու քննարկում ենք եւ ռիսկերի գնահատում ենք անում, ցանկացած զարգացման ժամանակ մենք ունենք մեր պատասխանը, որը իհարկե ձեր եթերից չեմ հնչեցնի եւ ոչ մի եթերից չեմ հնչեցնի, որովհետեւ եթե մենք կարողանում ենք մեր սահմանափակ ռեսուրսով կանխատեսել եւ հաշվարկել ռիսկերը, հավատացեք, որ ձեր նշած կուրատորները ավելի լուրջ ինստիտուտներ են աշխատացնում, որպեսզի ավելի հետաքրքիր սցենարներ մշակեն, եթե սա չաշխատի։ Ուստի ես չեմ հնչեցնի որևէ տեսակի արձագանք, որևէ տեսակի սցենարին, բայց կհավաստիացնեմ, որ այդ սցենարները մեր մոտ քննարկվում են, ռիսկերը գնահատվում են եւ յուրաքանչյուր ռիսկին տրվում է իր պատասխանը եւ գործողությունների ցանկը։ Իմ համար միշտ հետաքրքիր է, ափսոս որ դուք կուսակցական չեք կամ ոչ ափսոս, բայց հարցնելու եմ ես այս հարցը, իմ համար շատ հետաքրքիր է, երբևիցե կուսակցական չեմ եղել, ոնց է այդ մեխանիզմը աշխատում։ Օրինակ ձեր մոտ անվտանգության ինչ որ բաներ կա, որ մարդիկ նոր, որ ասենք գալիս են ինչ որ ժողովներ ալնում, ինչ որ բաներ են հնչեցնում, որովհետեւ այդ կուսակցության միջից ինքը դուրս չերտա, արտահոս չլինի։ Այս ձեր նույն ձեր ասած, չէ, ձեր նույն ասած այդ ստրատեգիական բաները, որ դուք ունեք ձեր զինանոցում ստրատեգիական ինչ-որ բաներ, որ այս դեպքում մենք էս ենք անելու, ժամանակից շուտ չգնի իրանց ականջը։ Տեսեք,
մենք այնպիսի բաներ չենք քննարկում ու անում, որոնք որ ինչ-որ վախենում ենք որ դուրս գա։ Խնդիր չկա, թող դուրս գա, թող մնացած քաղաքական ուժերը կլնեն, նախաձեռնող խմբերը կլնեն, հիմնադրամները եւ այլն, թող ընդօրինակեն, թող իրանք էլ այդ ամենը վերցնեն ռուսի ասած նավառուժենիը։ Բայց մենք նման մտավախություն չունենք, որովհետեւ այն ամենը ինչը որ քննարկվում է, դա այնքան բազմաշերտ ու այնքան խորն է, որ եթե նույնիսկ դուրս գա դա հասկանալու համար բավականին լուրջ ունակություն է պետք։ Իսկ հասկացող մարդը երբևիցե լսելով թե ինչա կատարվում այս էկոհամակարգում չի ուզենա գնա դրա մասին ասի ուրիշ տեղ, որովհետև ինքը կհասկանա տարբերությունը այդ ուրիշ տեղի եւ այս էկոհամակարգի ու հաստատ չի ասի։ Հայաստանը ներուժ ունի, որբիսի եթե իշխանափոխություն լինի, ճիշտ մարդիկ գան իշխանության, ազգային մտածելակերպ ունեցող ուժեր լինեն, ներուժ ունի դիմակայելու, ասենք Ադրբեջանին, Թուրքիային որոշակի չափով, ճիշտ խոսի իր դաշնակիցների հետ, ճիշտ աշխատանքը բաժանենք իրար մեջ այդ դաշնակիցներն ու մենք կարողանանք նորից պետք եղած ժամանակը ռեմենները ստավ ձիգ քաշենք ու ասենք փակ այդ քո ճանապարհները ինձի պետք չի։ Տեսեք, թե ճանապարհը բացելը, թե ճանապարհը փակելը, թե դիմակայելը ինքնանպատակ չի։ Ինքնանպատակը ազգային ինքնությունը պահպանելը, ազգային ավանդույթները, մեր Սուրբ եկեղեցին պահպանելը եւ մեր ազգի պատիվ արժանապատվությունը չգցելը։ Հիմա ոչ մեկ, ոչ մի անհատ, ոչ մի քաղաքական ուժ չի գնում, որպեսի հրահրի ինչ-որ կոնֆլիկտ տարածաշրջանում, այն էլ այս խառը իրավիճակում։ Նման կոնֆլիկտները հրահրվում եւ դրանց պատրաստվում են անհրաժեշտությունից ելնելով։ Հիմա մենք ունենք երկու հարևան, երկու այսպես ասած թշնամի պետություն, ովքեր որ ճանապարհ կլինի բաց, թե ինչ-որ պրոյեկտ կլինի համատեղ, միևնույնն է իրենց մարտավարությունը չի փոխվում, որ հայ ազգը իրենց խանգարում է։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Դրան պատրաստ լինելու համար մեզ անհրաժեշտ են, ինչպես դուք ասեցիք, հայրենանվեր եւ ազգասեր մարդիկ իշխանության գլխին կանգնած։ Եվ այո, ճիշտ մարդկանց իշխանության ղեկին լինելու պարագայում, այո, մենք ունենք ներուժ, մենք ունենք անհրաժեշտ բոլոր նախադրյալները, որոնք որ պետք է, որպեսզի պայմանավորվենք աշխարհաքաղաքական կոնկրետ բևեռների հետ եւ ոչ թե պրո այս կողմ կամ պրո այն կողմ, այլ հայանպաստ որոշումներ կայացնենք եւ այդ պարագայում մեր համար էականապես կապ չունի թե ով կլինի մեր գործընկերը, եթե դա մեր գոյաբանական թշնամին չի եւ գործընկերոջ, այսպես ասած, գայլի ոչխարի մորթու տակ գայլ չի թաքնված, ինչպես օրինակ հիմա փորձում են ներկայացնել Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք որ օր-օրի իրենց հռետորաբանության մեջ ասում են, չգիտեմ, Ադրբեջանի տարածքն է սա, մյուսը ասում է, որ ճանապարհ պետք է անցնի, երրորդը ասում է, որ երկու ճանապարհ պետք է անցնի։ Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք դիվանագիտական ճանապարհով, տնտեսական զարգացման ճանապարհով, սոցիալական խնդիրների լուծման ճանապարհով ազգին պատրաստենք նրան, որ մենք պետք է ունենանք մեր ազգային արժանապատվությունը։ Ամենակարևոր հարցն եմ տալի այսօրվա հաղորդման, իմ կարծիքով։ Իշխանության գալու դեպքում ընդդիմությունը, ձեր իմացած ընդդիմությունը ունի ծրագիր ինչպես մեր հասարակությանը միավորի, որովհետեւ սև ու սպիտակներ այլևս երբևիցե չլինի իր քաղաքական հայացքների համար, որովհետեւ հայոյանքի այդ դաշից մենք դուրս գանք, մտնենք այդ ձեր ասած գոյաբանական կռվի մեջ, որովհետեւ մենք կարողանանք ամբողջ աշխարհին ապացուցենք, որ մենք այն ազգն ենք, այն հինավուրց ազգն ենք, որը կարող է իր շահերը սպասարկել, ունեք այդ ծրագիրը։ Ես բոլոր ընդդիմադիր ուժերի համար չեմ կարող ասել, այն ուժի հետ, որի հետ ես շատ սերտ աշխատում եմ, որը որ համարում եմ իմ, այսպես ասած, այս ոլորտի թիմը, այո, այդտեղ կա այդ ծրագիրը։ Եվ գործուն ծրագիր է, եւ ռիսկերը հաշվարկած ծրագիր է, եւ չափելի արդյունավետությամբ ծրագիր է։ Այո, կա այդ ծրագիրը։ Եվ վերջին հարցն էլ տամ եկեղեցու հետ կապված։ Ես կարծիք ունեմ, որ եթե մենք եկեղեցու շուրջ կարողանանք համախմբվենք, այդ նորվա իմ նախորդ հարցը հնարավոր կլինի նաև իրագործել։ Այսինքն ոչ քաղաքական ուժերի շուրջ, ոչ անձերի շուրջ, այլ հենց Հիսուս Քրիստոսի եւ մեր եկեղեցու շուրջ համախմբվել եւ այդտեղից սկիզբ տալ
մեր նոր պայքարի եւ նոր գոյաբանական հաղթանակների շարանի սկիզբը ոնց որ դեղի ստամ։ Ես ճիշտ եմ հասկացել։ Եկեղեցու շուրջ համախմբվելու առումով ասեմ հետեւյալը, եկեղեցու հարցերը դա եկեղեցու ներքին հարցերն են եւ եթե գործող կառավարությունը բիրտ ձևով կրկին փորձում է սահմանադրության խախտմամբ միջամտել եկեղեցու ներքին գործերին, չպետք է ընդդիմությունը այդ նույն, այսպես ասած, սխալը կրկնի, որտեղ դա սահմանադրորեն անջատ կառույց է։ Եկեղեցու հարցերը դա եկեղեցու ներքին հարցերն են։ Եկեղեցու շուրջ համախմբվելը դա յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր մարդու որոշելիքն է։ Իսկ եկեղեցուն բացի Աստծո օգնությունից ուրիշ ոչ մեկիս օգնությունը պետք չի։ Եթե պետք լինի, կարծում եմ եկեղեցին կոչով հանդես կգա եւ բոլոր հավատավոր հայ առաքելական եկեղեցու աստվածավախ հետևորդները կհամախմբվեն եկեղեցու շուրջ։ Ուստի եկեղեցու գործերը եկեք թողնենք եկեղեցուն եւ չփորձենք ընդօրինակենք այնինչ անում է այս կառավարությունը, որտեղ դա սահմանադրության խախտում է, դա ապօրինություն է, դա իմ կարծիքով սանձարձակություն է։ Տեսեք, ես ի նկատի ունեի դեպք եղավ, չէ, որ ֆիզիկապես եթե մենք այդ քանակին դեղ չհավաքվենք, շատ վատ վեճ էր ունենալու։ Իսկ կարող է անգամ փոքրամասնությունը դուրս էր կոդրում։ Իսկ կարող է սկիզբ ունենալ։ Չհասկացա։ Իսկ կարող է, եթե թույլ տային որոշ անառակներ եկեղեցու դուռը կոտրեին, կարող է դա սկիզբ լինել ինչ-որ այնպիսի գործընթացի, որ մենք հիմա այստեղ նստած ոչ թե վերլուծեինք, թե Ալիևը ինչ ասեց, այլ վերլուծեինք, թե ոնց ենք անելու, որ մեր երկիրը կարող ուժերով բերենք նորմալ վիճակի։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Դրա համար ասում եմ եկեղեցու գործերը թողնենք եկեղեցուն։ Շատ լավ։ Եթե ամփոփելու ինչ-որ բան ունեք, խնդրեմ, կարեք ամփոփել։ Աստված մեզ հետ։ Աստված առաջ։ Հարգելի ընկերներ, այսօր այսքանով մենք եզրափակվում ենք։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բժիշկին։ Ձեզ շնորհակալություն։ Այսքան ես գիտեմ էլի, մեկ շաբաթ էլ փորձում եմ մարդու հետ կապի դուրս գամ, որովհետեւ ես մի ժամը խլեմ իր ազնական կյանքից եւ տրամադրենք մեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք։ Ես ձեզ խոստանում եմ ձեր կողմից հրաբարակելուց հետո ծրագիրը մենք եւս մեկ անգամ կհանդիպենք եւ կզրուցենք այդ մասին։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։